նստացնելու է ձեզի, նստացնելու է ձեզի, դատելու է։ Բայց ինքան անմեղ է, որ ինքը ոչ մի բան չկարողացավ անել, ինքան որ փոճիկ է։ Բայց ասեմ ինքան մեղավոր է, որ ինքը ասեց Հայաստանը, Ադրբեջանն է, Հայաստան, Արցախ եւ Հայաստանը եւ վերջ։ Ու հետո մեր երեխեքին տարավ զոհելու, հետո ասեց Հայաստան, Ադրբեջան է։ Ինքը ասեց 0 կետից ենք սկսվելու։ Ինքը ասեց, որ կունենայինք նույն արդյունքը առանց զոհերի։ Ես իմ երեխուս հրաժեշտ չեմ տվել։ Ես իմ երեխուս մեր վայրկյան կպահեք, մեր վայրկյան կպահեք։ Ո՞ց համարի կյանքում։ Ես երեխուս էս եմ գտել։ Ես վերջ անգամ չեմ բաներել։ Ինքը ընդամենը 18 տարեկան էր։ Իսկ ինքը հիմա ինքը ասում է կարող ենք ունենանք նույն արդյունքը։ Մենք գնացել ենք գիտակցված զողողության։ Որ մենք ապրենք, մեր երեխեք ապրեն։ Ես հպարտ կլնեի, էլի ծնող հպարտ կլնեի, ցավս այսքան ուժգին չրանեք, երբ որ Արցախը մեր հեղներ։ Երբ որ ես, եթե ավարիա է լինում այդտեղ ինչ-որ խաչքար են տնկում, այնտեղ գնամ ծաղիկ են տնում։ Իսկ ես երազել եմ իմ այնտեղից այն արուն թափած տեղը մի անգամ ելնել, որ մանգան ճիշտ լսվեր հենց Արցախում։ Որ իմ երեխեն հոկտեմբերի 15-ին է զոհվել։ Իմ երեխեն մինչև վերջի րոպեն ինքը այնքան բան էր խոսում, որ ես չէի պատկերացնում, որ ինքը այդքան դժոխքի միջով է անցել։ Հոկտեմբերի 15-ին ինքը զանգել է վերջի անգամ, ինքը չգիտեր, որ վերջի անգամ կզանգեն։ Ինձ ասել է մամա մեզի տեղափոխում են Աբահով տեղ Հադրուտ։ Ու ես չհասեցի իրան, ես այնքան էի վախեցած, իրա ձենը բան էր, տխուր էր։ Ես մտածի ինքը վիրավոր է, ես լարվել է իրան։ Ինքը անջատեց նոր ասի հոկտեմբերի 10-ին արդեն Հադրուտը մերը չէ, ինչ Աբահով տեղ, ինչ Հադրուտ։ Ու իմ երեխուցս ես հենց 1 ժամ հետո իմ երեխան շրջափակում ինձ զոհվել է։ Ես իմ երեխուն հրաժեշտ չեմ տվել։ Հիմա ինքը Աննա Հակոբյանը ասում է իմ ընտանիքիս էլ եմ տվել, իմ ընտանիքս էլ էր այնտեղ, Արցախցին փախել է։ 1000 անգամ երազել եմ մնալ Արցախում զոհվել։ Չփախնեի, 1000 անգամ եմ երազել զոհվել, որ իմ երեխուս այս երեխեն որ իր մարմինը անարգեցին գետնի վրա թողեցին, Աբովյանի մորգի գետնի վրա։ Իմ երեխեն 9 ամիս հետո եմ գտել։ 9 ամիս ու հակ թագախ վերջի համբուրը չեմ տվել ու ասեմ շնորհակալ եմ հբարտը որ քո ծնողն եմ Աստված ինձ այդ վիճակի որ ես եմ քո մայրը ես մենակ իրա պատիժը կուզեմ ինքը ասում էր Աննա այդ մանով էլ իմ ընտանիքն էլ են դեղեղն են չեք փախել զոհվեք բայց ես չեմ զոհվել ու հիմի ես ասում էր ծնողներին որ մեհադել ունիք, մեր ուրիշ երեխեք էլ ունիք, ես եմ, այդ ծնողներից ամենաշատ երեխան ես ունեմ, ու ոչ մի երեխա այդ կործած երեխու տեղը չի տա, ու աղջիկ ունեմ, 7 աղջիկ ունեմ, մինչև տղու զոհվելը, մեր հատ նորից բերել եմ վրեժս լուծելու համար, բերել եմ, որ ինքը անընդհատ հիշացնի, որ այդ զոհվել են հանուն մեզ, հանուն ոչինչի չէ, հանուն մեզ, հանուն Արցախի, ու Արցախը մենք հետ ենք բերելու, ու այդ երեխեն ապրելու է Արցախում, իմ երեխեն է, որ ես այդ հերոսյանն որ Աստծու գործանքնել է տղա չեմ ունեցել, աղջիկ եմ ունեցել, նորից դրել եմ մեր զոհված զինվորու անունը, Հասմիկ Արզումանյանի անունը, որ ինքը ու իրան սերմանել եմ, թե այն երեխուն սերմանել եմ, որ մեծանա հայրենասիրությամբ, այս երեխուն մենակ վրեժի ծառավով եմ մեծանացնելու, որ ինքը պետք է ապրի Արցախում, ինքը պետք է ապրի իր հերոսների արուն թափած հողում։ Ես ուզում եմ ամեն գնով, ես ուզում եմ այնպեսի մարտերնի, որ ուրիշ տեղերում, այլ երկրներում Ալիևի համար մենք կոֆե չտնենք, Ալիևը վազելով, այն իշխանությունը, այն մարտերներ, Ալիևը վազելով կոֆեն տնի։ Ու ինքը ասում է, Աննան ասում է, իրան չենք հարգում, մեզի մեղադրում են, որ ես ծախված եմ, դուք ինձ գնել եք, դուք ինձ ծախել եք, ցավիս վրա ախլեցնելով, ես որ բարձրացանել եմ իմ ցավս, գրել են տակը Ռոբերտի ծախվածներ, Ռոբերտի Սերժի ծախվածներ ու թողներ են, որ ես սիպտակ չկարողացա հակնել, ես խաճիկ վաճիկ հրաճիկի տակ չկարողացա բարել, իրանց Աննայի հետ նույն սեղանի չմասնակցել, ես ի վիճակի չեմ, ես ուրանամ իմ տղուս, այդքան բանից հետո ես թևերս վեր բարձրացնեմ ու պարեմ, Աննա Հակոբյանը,
տեսնելով բունկերով եղնելով ինքը ասում է ես իմ ընտանիքիս հետ չեմ տվել, բայց Անան Հակոբյանը չի եղել կռվի դաշտում, եղել է բունկերում նստած կոֆե խմելուց, անգամ զինվորը ջուր չի ունեցել զինվորը խմելու, բայց Կանֆետն ու Պեչենին ու Վախրին դրած Աննա Հակոբյանը որտեղ զոհվիր, Աննա Հակոբյանը այն կինն է, այն մայն է, այն հայն է, որ ինքը տեսնել է բունկերից այդ բաներով տեսել է մեր երեխեքը ինչ ձև են մաս լինում այդ ԱՏՍ-ի հարվածի տակ, բայց ինքը գնաց Թուրքի կանանց հետ փաթաթվավ ժպիտը դեմքին նկարվեց ու ինձ ստիպում է որ ես էդի ընդունեմ, ես էդի չեմ ընդունել։ Ուկրաինան ֆոսֆորը տվեց որ մեր երեխեքին վառենք։ Մեր երեխեքին վառեն ադրբեջանցին, բայց ինքը գնաց ուկրաինացու երեխուն Կանֆետ ու Պեչենի տվեց։ Ինքը չսկաց են վիշտես։ Ամեն ինչ ասեցիք, մեզ բան չթողեցիք ասել։ Ինքը ասում է դպրոց եմ սարկում, որ զոմբիներին խաբեմ, բայց դպրոց է սարկում, քանի դպրոց փակում է, պատմությունը ինքը մեզ ռոպին է հանում, Արցախն է, հիշողությունն է կանում։ Ես մենակ ուզում եմ, եթե դուք անցնիք, Աստված տա անցնիք, չգիտեմ ինչ ձևի կընտանա, Աստված մենակ գիտե ինչ են, մենակ իրա պատիժը, որովհետև ես այս իրա մոտ երտվել եմ, որ ես իրանց պատիժը, ես արդեն քանի տարի ես 9 ամիս հետո եմ գտել մեր երեխուն, 9 ամիս ես ցավ եմ տարել, 9 ամիս ես մռմռացել եմ, այդ պաշտպանության նախարարության սաղ այդ մարդիկ նստած են այդ շենքի մեջը, մենք շենքի մեջը, բայց այդ անհետ կորածի ծնողները, հենց Արսեն Ղուկասյանն էր, մեկ էլ ծնողներն էին կռվի դաշտից, մարտի դաշտից այդ երեխեքին դուրս հանում, բայց այդ ծնողին լրվեցնելու համար ինքը փագում էր Արա Ռոստոմյանին, փագում է մնացած ծնողին, ով որ բարձրաձայնում է, ինքը ասում է, եթե համաձայն չէ դուրս կգան ժողովուրդը, մենք դուրս եկանք, քան անգամ դուք փագեցիր, որպեսզի մեզի լրվեցնես, դու պատմության միջից Արցախն ես հանում։ Հունիսի 7-ին ու այո, պատասխանատվություն կրելու են նախագահ, գիտես հանցեն ինչ է։ Ուղղակի խնդրում եմ։ Լավ եղեք։ Այս համար պատասխանատու։ Խնդրում եմ։